Քաղաքացիները անխնայողաբար չեն օգտագործում ջուրը, օրինակ գյուղերում ես տեսել եմ, որ գիշերային ժամերին երբ ջուրը եղել է, այսպես ինձ այգիներն են բացողում, ոռոգում են եւ այլն, մինչդեռ ոռոգման ջուր կա, չէ՞, տրամադրվում, այսինքն խմելու ջրով ոռոգում են նաեւ այդ իրենց։ Դուք պատկերացեք 5 միլիարդ կուբամետր Հայաստանը ջրի պաշար ունի, ամեն տարի վերականգնվող։ Մենք ընդամենը օգտագործում ենք 170 միլիոն կուբամետր։ Չի կարող Հայաստանում ջրի խնդիր լինել։ Անկամ այն բանը, որը Հայաստանում շատ տարածված ու որը Հայաստանում որևէ խնդիր իրենից չի ներկայացնում, անգամ այդտեղ մենք ունեցանք կոլապս մեր երկրով։ Կորուստների նվազեցում, ինչպես եղել է ժամանակին էներգետիկայի մեջ, ժամանակին 20-30% կորուստներ է եղել։ Իջել է 6%-ի։ Կորուստների նվազեցման քաղաքականությունը պետք է լինի էներգետիկայի գծով փոխնախարար, պետք է լինի էներգետիկայի գծով նախարար ընդհանրապես, պետք է լինեն պատասխանատուներ, ովքեր աշխատում են ջրային կորուստների նվազեցման ուղղությամբ։ Ինչպես կարելի է 65% կորուստ ունենալ ու մարդկանց ասել ջուր մի սպառեք։ Պարոն Կարապետյանի թեմայով ավելի մեղմ է ջրի, քան օրինակ հեծին ընդերքում երբ դեպքից եզակի օպերատորներ են։ Ինչու՞ ասապարը։ Սա ընդհանրապես կառավարության քաղաքականության ձախողման վառ օրինակ է։ Յուրաքանչյուր վայր, յուրաքանչյուր տեղ, որտեղ ուզում եք ձեր մատը դրեք, կա ձախողում։ Ինչպես կարելի է 7 ժամ։ Իսկ կորուստները հիմնականում ինչից են, այսինքն չի հետևանքով են ջրային։ Համակարգային մի քանի բան, համակարգային ներդրումների բացակայություն։ Մենք մեծ ներդրումներ ենք արել, որ իջնենք էներգետիկայի մեջ 6% կորուստի։ Համակարգային ներդրումների բացակայություն, ճիշտ կառավարման, պետության մոտեցման, խիստ մոտեցման, այն մոտեցումը, ինչ որ էներգետիկայում է եղել, էներգետիկայում պետության մոտեցման տարբերությունը, ճիշտը որ ասեմ, ավելի շատ կառավարման մոտեցման տարբերությունն է շատ մեծ, եւ մենք տեսել ենք այն արդյունքը։ Երբ մենք ասում ենք, որ կորուստը ցանցերում 6% էր, մարդիկ մտածում են դա այդպես էլ պետք է լիներ։ Բայց մենք հիմա ջրի մեջ տեսնում ենք, թե ինչ է կատարում։ Ներդրումային ճիշտ քաղաքականություն, որպեսզի հասկանանք Երևանի ամբողջ կենտրոնը սնուցվում է տասնամյակներ առաջ կառուցված ու շատ վատ վիճակում գտնվող կուկուռուզնիկի կողքը գտնվող ջրամբարներից, որոնք տասնամյակներ շարունակ չեն վերակառուցվել։ Նաև ոտում ուրեր եմ փոխում, որ գարնի ջուրը հարևան ոչխարական երկրներին են տալիս, այն կարծիքից Ես չունեմ այդպես ինֆորմացիա, գիտեմ, որ 2024 թվականի դեկտեմբերին համաձայնություն է աշխատանք է սկսվել, դա Ադրբեջանում Ամերիկայի դեսպանատունն է հայտարարել, որ համագործակցություն է սկսել ջրօգտագործման հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց այդպիսի տեղեկություն իհարկե չկա։ Կարապետյան, այս թեմայով մենք այսօր շփվել ենք քաղաքացիների հետ ջրի թեմայով, Արմատ Մեդյան հարցումներ արեց մարդկանցից, կարծիքներ փորձեցինք ճշտել ու բավականին այսպես դժգոհության ալիք կա։ Հիմա ուզում եմ հարցնել, հնարավոր համարում եք օրինակ ընտրությունների նախընթաց իշխանությունը փորձի լուծել այս հարցը բանակցություններով եւ այլն եւ նախընտրական դիվիդենդ։ Դե կարծում եմ շարունակեմ հարցը, ոնց որ թոշակների դեպքում անդադ բարձրաձայնեցիք եւ ի վերջո 10,000 ու չնչին դրամով, բայց բարձրացրեցին։ Հնարավոր է նաեւ այս դեպքում աղմուկը մեծ լինի եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մինչև մայիսի սեզոնը կարողանան այդ հարցը լուծման գալ։ Թոշակների առումով ես համարում եմ, որ սա ընդհանուր ընդդիմության եւ իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունքն էր, որովհետեւ որpիսի դուք պարզ հասկանաք, պետական բյուջեում չկար դրված թոշակը բարձրացնելու ծրագիր։ Պետական բյուջեն ընդունվել է 2 ամիս առաջվա ծրագրով, մենք չունենք թոշակը բարձրացնելու, պետությունը չուներ։ Եվ մենք սա համարում ենք հաղթանակ, մենք ուրախ ենք այս փաստի համար, որ վերջապես այսքան տարիներ հետո թոշակի այսպիսի բարձրացում եղավ։ Նախընտրական դիվիդենտներ Ընտրական չէր։ Ընտրությունների օրը հայտարարել Ասեմ։ Դուք թող մարդկանց համար դրական ազդեցություն թողնի, մարդիկ ովքեր 35,000 դրամ են ստանում, թող իրենց համար դրական ազդեցություն թողնի, մեր մարդիկ ունեն բարձր իրավագիտակցություն, բարձր գիտակցություն, կարծում եմ, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ իրենց կարծիքը կասեն, բայց վերջապես մարդկանց դրական արդյունք եղավ։ Այսքան տարիներ հետո լուրջ փոփոխություն եղավ։ Բյուջեում չնախատեսված աճ ճնշման արդյունքում, վտանգ զգալու արդյունքում իրենք նախատեսեցին եւ թոշակները բարձրացրեցին։ Սա չէ հաղթանակը, Նարեկ ջան։ Դուք նշում եք, որ 8 տարի մատին չէին տալիս թոշակ բարձրացնել համար, բայց չէ կարծում, որ ձեր այս հայտարարությունը մանիպուլյատիվային առումով, որ 2018 թվականին թոշակը նվազագույն եղել է 16,000, կարծեմ 600 թե 900 դրամ, բայց այս տարիների ընթացքում հասել է մինչև 21 թվականին իրենք հայտարարել են, որ միջին թոշակը պետք է լինի 60,000-ից ավել։
21 թվականից հետո 5 տարվա ընթացքում միլիարդավոր դոլարներ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստանի բյուջե մտնելուց հետո 49000 դրամը չի անցել։ Իրենց խոսք տված թվերը չեն կատարել իրենք։ Ու մինչև վերջի այս process-ներն էլ, մինչև մեր process-ների մեջ ներգրավելն է, ոչ մի կանխատեսում չկար, որ իրենք պետք է վերանայեն։ Բյուջեում դրված չէր դա։ Սա ցույց է տվել, սա ցույց է տալիս մենք տեսնում ենք վերջի 3-4 տարին 21 թվականի վերջի 3-4 տարին մենք տեսնում ենք, որ նախանշած ցուցանիշի հետ համեմատած որևէ լուրջ տարբերություն չի եղել։ Իսկ ընտրություններից առաջ, անգամ եթե ընտրություններից առաջ է, այս աճը մենք ողջունում ենք, սա հաղթանակ է, սա ճիշտ քաղաքականություն է, լավ կլիներ, որ սա նաև հակառակ համեմատական ունենար պարգևավճարների հետ, պարգևավճարները վերանայվեին դեպի նվազում, իսկ թոշակներն վերանայվեն դեպի ավելացում։ Սա մեր կողմից, մեր ընդդիմադիր նաև որոշ գործընկերների կողմից աշխատանքի արդյունք է, նաև վտանգի զգացողության արդյունք է։ Անհավասար պայմաններ են, իշխանական լծակներ են ի վերջո կիրառում նախընտրական շրջանում։ Գիտեք, եթե այդ լծակները բերում են մեր ժողովրդի բարօրությանը, թող կիրառվեն։ Պարոն Կարապետյան, արգելեցին օրենքով բարեգործություն անել որոշ ժամանակ առաջ։ Իսկ հիմա իրանք կարծես թե այսպես դիտարկում հա թոշակներն են բարձրացնում եւ մարդիկ քաղաքացիները փոխագետները այսպես կարծիք են հայտնում, որ սա օրենքով ընդունված ընտրակաշառքի ձև է, լեգիտիմ ընտրակաշառք է։ Կա բարձր գիտակցություն մեր հասարակության կողմից եւ դա չեմ կարծում, որ կունենա այնպիսի ազդեցություն, մարդիկ կհասկանան, որ մեր երկրին պետք է ակտիվ ուժեղ տնտեսություն, որպեսզի կարողանանք հետագայում էլ բարձրացնենք մեր տնտեսության կողմից սոցիալական ոլորտին տրվող ֆինանսավորումը։ Դրա համար պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն։ Ընտրությունից ընտրություն բարձրացնելը դա լուծում չէ։ Էլ եմ ասում, անգամ այս բարձրացման արդյունքում, որի համար մենք շատ ուրախ ենք, մեր երկրում ամենանվազագույն զամբյուղին դեռ չի ասել միջին թոշակը։ Ձեր իշխանության գալու պարագայում նվազագույն կենսաթոշակը ինչքան է կոստանում։ Մեր քաղաքականությունը այսպեսին է։ Հայաստանում կա 500,000 թոշակառու եւ 500,000 մոտ թոշակառու, որից տարիքային եւ նաեւ հաշմանդամություն ունեցող եւ մոտապես 800,000 գրանցված աշխատող, որից 600,000-ը մասնավորում, 200,000-ը պետականում։ Որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքականությունը ինչու է կայանում, նոր աշխատատեղերի ստեղծման քաղաքականության նպատակը ինչ է։ Եթե 200,000, 300,000, օրինակ 3 տարում 200,000, 5 տարում 300,000 աշխատատեղ ենք մենք ստեղծում ենք մեր երկրում, դա բերում է միլիարդավոր դրամների եկամտահարկի վճարում, որի արդյունքում մենք կարողանանք վերանայենք սոցիալական վճարները եւ մեր հասարակության նշանակալի մասի համար ապահովենք բազային մինիմալ զամբյուղի պահանջարկի իրականացում, այսինքն մարդը որ կարողանա իր թոշակով իր համար սնունդը, էլեկտրաէներգիայի վճարը, գազի վճարը կարողանա վճարի։ Պարոն Կարապետյան, եւ այդ բարեգործությունների հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեն ինչ որ ուսումնասիրություններ, կներեք հարց եմ տալիս ձեզ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ որ ուսումնասիրություններ է սկսել ուսանողների ուսման վարձերի հետ կապված, արդեն ինչ որ անձին հրավիրվել են կառույց, ինչ որ տեղեկություններ ունեն գործընթացի։ Ոչ տաշի բարեգործականը տասնամյակներ բարեգործություններով է զբաղվում, կա հազարավոր շահառուներ, դա այնպես չէ որ մինչև մի process-ից հետո մենք այդպիսի մտահոգություն ճիշտ որ ասեմ չունենք։ Ես ուղղակի նայում եմ որ այսօր ունենք միջոցառում ենք երիտասարդների հետ ում ներկայացնելու ենք մեր տնտեսական քաղաքականությունը երիտասարդներին, եթե դուք ժամանակ ունենաք եւ լուսաբանեք, մենք ուրախ կլինենք նաեւ հետաքրքիր կանցնի դրանից հետո երիտասարդների տեսլականը փոխենք։ Երիտասարդներին այսօր կասեք անցումային փուլում ով է լինելու ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացուն։ Անցումային փուլը նշեմ այն է, որ պետք է սահմանադրությունում փոփոխություններ կատարեք։ Շատ լավ։ Երեք ազատության հարցազրույցը լսել եք։ Նայել եմ եւ հարցի պատասխանը չեմ ստացել։ Դուք ասում եք մի ձևակերպում, որ Հայաստանի սահմանադրությունը 5 անգամ պատասխանվել է այդ հարցին։